Իվեր, երբ արթնանում են կին առյուծները։ Գլուխ 3. Արթուն և վտանգավոր։ Բարեկիրթ կանայք հազվադեպ են պատմություն կերտում։ Լոուրել Տեչեր Ուլրի։ Էգ առյուծին տարբեր իրավիճակներում և փուլերում ուսումնասիրելու նպատակով սկսեցի գրքեր և հոդվածներ կարդալ, տեսաժապավեններ, փաստագրական ֆիլմեր և նույնիսկ YouTube-ում տեղադրված տեսահոլովակներ դիտել։ Չնայած որ եղել էի աֆրիկյան սաֆարիում, իմ ամերիկյան պատկերացումն էգ առյուծի վերաբերյալ սահմանափակ էր։ Նույնիսկ այժմ ինձ չեմ համարում էգ առյուծների գիտակ, սակայն կարող եմ ասել, որ հիացած դիտորդ եմ։ Այդ փաստագրական ֆիլմերից մեկը պատմում է 2 էգ և 1 արու առյուծի մասին, որոնց վերաբնակեցնում են Հարավային Աֆրիկայի մի նոր արգելոցում։ Արուն առյուծների խմբի գլխավորն էր, և 2 էգերի օգնությամբ նա հաջողությամբ հաստատել էր իր տիրապետությունը։ Նրանք 3-ով թագավորում էին հարավաֆրիկյան արգելոցի լայնարձակ տարածքում։ Առյուծների խմբի շարժմանն ու առաջընթացին հետևելու նպատակով արու առյուծին պարանոցակապ էին ամրացրել։ Արգելոց բերելուց հետո 2 տարի էր անցել և այժմ ժամանակն էր հանել պարանոցակապը, քանի որ այլևս կարիք չկար վերահսկելու առյուծին։ Բացի այդ, պարանոցակապը խանգարում էր առյուծի բաշին, և այն պետք է հանվեր, որպեսզի բաշը որքան հնարավոր է լայն երևար։ Առյուծները օգտագործում են միմյանց բաշերի լայնությունը, որպեսզի որոշեն, արդյոք արժե մարտահրավեր նետել մյուս առյուծին տարածքի գերիշխանության համար։ Եթե հակառակորդի բաշը մարտահրավեր նետողին շատ ավելի լայն է թվում, նշանակում է, որ նա չի կարողանա իր ծնոտով բռնել մյուս առյուծի կոկորդը և այդպես նա չի կարող գնալ հակամարտության։ Այն առյուծը, որի վրա արգելոցի պահապանները 2 տարի առաջ պարանոցակապ էին դրել, այլևս երիտասարդ, հնազանդ և հեշտ նվաճվող առյուծ չէր։ Նա հզոր էր և էգ առյուծների օգնությամբ խմբին հաջողությամբ բնակեցրել ու պաշտպանել էր օտար նվաճողներից։ Նա շարունակ ապացուցել էր, որ ինքը փորձառու պահապան է։ Այժմ նրան բռնելը հեշտ չէր, քանի որ նա սովորել էր համարձակ, ազատ և վայրի կերպով շրջել իր տարածքում։ Արգելոցի պահապանները պետք է նրան հանգստացնեին, որպեսզի կարողանային հանել պարանոցի կապը։ Նրանք առյուծի նկատմամբ հարմար դիրք գրավեցին և անվտանգ հեռավորությունից նրա վրա թմրեցնող դեղամիջոց կրակեցին։ Առաջին կրակոցը հազիվ թե անհանգստացրեց նրան։ Նա մի փոքր ցնցվեց, ահռելի հայացքը ուղղելով պահապաններին։ Նրանք կրկին կրակեցին։ Առյուծը երերաց և վայր ընկավ։ Արգելոցի պահապաններն արագ գործի անցան։ Նրանց մեքենան մոտեցավ ընկած առյուծին։ Հենց այն պահին, երբ նրանք պատրաստվում էին դուրս գալ իրենց ավտոմեքենայից և հանել առյուծի պարանոցակապը, ինչ եք կարծում, ով հայտնվեց։ Իհարկե գլխավոր էգ առյուծը։ Քանի որ էգ առյուծը հմտորեն կարողացել էր թաքնվել տարածքում, այդ պատճառով էլ արգելոցի պահապանները չէին նկատել նրա ներկայությունը մինչև այն պահը, երբ նա ինքը որոշեց հայտնվել նրանց առջև։ Այն, որ պահապաններն անտեղյակ էին էգ առյուծի ներկայությունից, չէր նշանակում, որ նա էլ էր անտեղյակ նրանց ներկայությունից։ Երբ էգ առյուծն իմացավ, որ իր արուն վայր է ընկել, նա վեր կացավ, դուրս եկավ թաքստոցից և համարձակորեն հայտնեց իր ներկայությունը։ Վայր ընկած առյուծի և եռանդուն պահապանների միջև տեղակայվելով, էգ առյուծը ետ ու առաջ անելով սպառնաց ու մռնչաց։ Ցցելով ականջները և մորթը, նա պահապաններին ցույց էր տալիս, որ այն, ինչ տեղի էր ունենում, իրեն դուր չէր գալիս։ Նախքան թմրեցնող դեղամիջոցի ազդեցությունը թողնելը, արգելոցի պահապանները քիչ ժամանակ ունեին առյուծին հասնելու և պարանոցակապը հանելու համար։ Սակայն էգ առյուծը անհնար էր դարձնում իրականացնելու այդ գործողությունը։ Նրանց մոտ ընդամենը 1 թմրեցնող դեղամիջոց էր մնացել։ Արու առյուծին մոտենալու համար նրանք պետք է թմրեցնեին էգին։ Նշանաձիգը կրկին կրակեց, և ներարկիչը դիպավ էգ առյուծին։ Առյուծը կատաղած շրջվեց դեպի պահապանները և վայր ընկավ։ Երբ նրանք մոտեցան թմրած առյուծին, մթնոլորտում ակներև լարվածություն էր տիրում։ Ինչպես էգ առյուծը, այնպես էլ արու առյուծը անկարող, բայց գիտակից վիճակում էր, և արու առյուծի աչքերը հետևում էին պահապանների յուրաքանչյուր շարժմանը։ Շշուկով խոսելով, պահապաններից մեկը սուր որսորդական դանակով կտրեց առյուծի պարանոցակապը, իսկ հետո նրա մարմնից հանեց 2 թմրեցնող ներարկիչները։
Հետո նրանք հեռու գնացին եւ իրենց ուշադրությունն ուղղեցին էկառյուծի վրա։ Նրանք պետք է արագությամբ գործեին, նախքան վիթխարի կատուներից որևէ մեկը կամ միգուցե երկուսն էլ ուշքի կգային։ Էկառյուծը պառկել էր կողքի վրա, ակնհայտ դարձնելով կրծքավանդակի հաստացած մաշկը, ինչը հղիության նշան էր։ Պահապանները մեղմորեն եւ առավել զգուշությամբ բարձրացրին նրա իրանը եւ արագ հանեցին ներարկիչը։ Գետնին պառկած առյուծը մռնչաց եւ փորձեց վեր կենալ, սակայն դեռևս անկարող էր ոտքի կանգնել։ Արգելոցի պահապաններն առանց ետ նայելու արագությամբ վերադարձան դեպի մեքենան։ Մեքենայի շարժիչը միացավ եւ նրանց խումբը թեթևացած շունչ քաշեց։ Այդ փաստագրական ֆիլմի մեկնաբանը իր նախկին հանգիստ տոնը փոխելով բացատրեց. չկա ավելի վտանգավոր բան, քան գտնվել լիովին արթուն առյուծների կողքին։ Թմրած քրիստոնյաներ։ Երբ լսեցի վտանգավոր եւ լիովին արթուն բառերի զուգակցումը, այն գրավեց իմ ուշադրությունը։ Ինչ կպատահեր, եթե մենք առյուծների պես վտանգավոր եւ լիովին արթուն լինեինք։ Միայն այդ ժամանակ սպառնալիք կհանդիսանայինք խավարի համար, որը շատերին է գերության մեջ պահում։ Սիրելիներս, այս պահին ես աղոթում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը գիտակցի, որ մենք իսկապես վախեցնում ենք մեր թշնամուն, եւ նա ամեն բան անում է, որ մեզ ետ պահի Աստծո գործն առաջ տանելուց։ Եվ եթե մենք լիովին արթուն եւ գործուն լինենք, նա չի կարող մոտենալով գրավել ու շղթայել մեզ։ Եվ այդ ամենը հաշվի առնելով, նա մեզ թմրեցնող դեղամիջոց է տալիս, որպեսզի մենք չկարողանանք անել այն, ինչ Աստված կանչել է մեզ անելու։ Սակայն իմ տեսիլքի առյուծի պես մենք պետք է արթնանանք, վեր կենանք եւ հիշենք, թե ով ենք, եւ լույսի միջոցով դեմ կանգնենք չարին, որն այս աշխարհի մեջ է։ Թմրած առօրյա հոգսերով։ Սակայն այնպես արեք, որ հոգնատանջ չլինեք եւ չտարվեք ձեր ամենօրյա պարտականություններով, որ կորցնեք ժամանակի գիտությունն ու ննջեք, մոռանալով Աստծուն։ Գիշերը վերջանում է եւ մոտենում է արշալույսը։ Արթուն եղեք եւ իմացեք, թե ինչ է Աստված անում։ Աստված ավարտին է հասցնում փրկության գործը, որ սկսեց, երբ մենք հավատացինք։ Մենք չենք կարող ոչ մի րոպե կորցնել։ Մենք չպետք է այդ թանկարժեք ցերեկային ժամերը վատնենք թեթևամիտ արարքների եւ զվարճության, քնի ու շվայտ կյանքի, կռիվների ու հափշտակությունների մեջ։ Դուրս եկեք անկողնուց եւ հագնվեք։ Մի հապաղեք ու պարապման մի եկեք մինչև վերջին րոպեն։ Քրիստոսին հագեք եւ արթուն ու պատրաստ եղեք։ Հռոմեացիների 13:11-14 խոսքեր ուղերձ թարգմանությունից։ Այս խոսքերի մեջ ուշադրություն դարձրեք բառերի ընտրությանը։ Մի տարվեք եւ հոգնատանջ մի եղեք ձեր ամենօրյա պարտականություններով, քանի որ դրանք կարող են գողանալ ձեր արժեքավոր ժամանակը կամ կարող են ստիպել ձեզ քնել։ Կյանքի այս գրվածքները հրատապ կոչ են վեր կենալու, արթուն լինելու եւ գիտակցելու, թե ինչ է Աստված անում։ Երբ արթուն լինես եւ իմանաս, թե ինչ է Աստված անում, այդ ժամանակ իմանաս, թե դու ինչ պիտի անես։ Հապաղելու ժամանակն ավարտված է։ Այժմ վեր կենալու եւ գործի անցնելու ժամանակն է։ Տագնապի ազդանշանը ժամեր առաջ արդեն հնչել է։ Վեր կենալու այս կարիքը յուրովի շեշտադրվեց վերջերս ընկերոջս հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Նա պատմում էր, թե ինչ բավականություն էր ստացել, երբ ամուսնու հետ ընթրիքի սեղանի շուրջ զրուցել էր մի հայտնի հրեա վարդապետի հետ։ Նա բացել էր իր սիրտը, ասելով, թե որքան է մտահոգվում հրեա ամերիկացիների վիճակի համար։ Նա երկրով մեկ ճանապարհորդում էր եւ ժողովարաններում ու կոնֆերանսներին դասախոսություններ կարդում, աղերսելով հրեա ամերիկացիներին աղոթել Ամերիկայում բնակվող քրիստոնյաների համար, որպեսզի նրանք միասին ոտքի կանգնեն եւ գիտակցեն իրենց իշխանության մասին։ Նա մտահոգված էր, որովհետև մեր երկրի հրեա բնակչությունը չափազանց փոքր է իրեն պաշտպանելու համար, եւ քրիստոնյաները որպես պաշտպաններ պետք է նրանց կողքին կանգնեն, դիմակայելով բոլորիս դեմ բարձրացող հակասեմիտական եւ հակաքրիստոնեական հոսանքին։ Շատերը հիասթափված ու թմրած են, կամ էլ անտեղյակ են, թե ինչ է տեղի ունենում այս աշխարհում։ Միգուցե դա այն պատճառով է, որ չափազանց երկար ժամանակ է, որ մենք լսում ենք այսպես ասած հանգստացնող ավետարան, որը շատ քչերին է դրդում փրկել կորածներին։ Արդյոք շարժման եւ հոգեվոր վարժության պակասը մեզ ծուլացրել ու թմրեցրել է։
Արդյոք օրինապաշտական ճնշումը կամ մեղքի հանդեպ ունեցած սովորական վերաբերմունքը դանդաղեցրել է մեր գործողությունները, ուշացնելով կամ բթացնելով մեր արձագանքները։ Միգուցե Աստված թափահարում է մեզ, որ վեր կացնի եւ արթուն ու վտանգավոր դարձնի։ Եթե այդպես է, ապա դա առաջին անգամը չէ, որ Աստված անում է։ Իսրայելի զավակներն անապատում թափառեցին շատ ավելի երկար, քան անհրաժեշտ էր։ Նրանք մեծաքանակ ոչխարների պես աննպատակ ճամփորդում էին, երբեմն շեղվում ու դժգոհում էին, երբեմն էլ հնազանդվում էին, ցերեկը հետևելով ամպի սյունին, իսկ գիշերը կրակի սյունին։ Երբեմն նրանք լսում էին իրենց հովիվ Մովսեսին, իսկ երբեմն էլ ոչ, բայց երբ նրանք հավաքվեցին, որ վրան խփեն Մովաբի դաշտավայրում, որը սահմանակից էր խոստացված երկրին, նրանց հավաքական ներկայությունն ակնհայտ դարձավ, եւ հարևան ազգերն իմացան նրանց ժամանելու մասին։ Երկրի բնակիչների համար անապատի անփորձ թափառաշրջիկների այս կանգառը հզոր պատերազմողների հավաք թվաց։ Բռնության ենթարկված ստրուկները, իսրայելցիները, որպես Աստծո թագավորական ընտանիք, կորցրել էին իրենց ինքնությունը։ Իսրայել նշանակում է Աստծո իշխան։ Տարիներ շարունակ անապատում թափառելուց հետո նրանք պատրաստվում էին այնտեղ բնակություն հաստատել։ Հավանաբար, նույնիսկ այն ժամանակ Աստծո զավակները բաց թողեցին այն, ինչն այդքան ակնհայտ ու տեսանելի էր թագավորների, Բաղաամ մարգարեի եւ Իսրայելին շրջապատող թշնամի ազգերի համար։ Նրանք այլևս թափառական չէին, նրանք Աստծո ընտրյալ երկրպագողներն էին եւ անտեղյակ պատերազմողները։ Ցավոք, առանց գիտակցելու, թե իրականում ովքեր էին իրենք եւ չունենալով ճիշտ հեռանկար իրենց շրջապատող թշնամի ազգերի մասին, Աստծո զավակները կորցրին իրենց տեսիլքն ու նպատակը։ Նրանք մի կողմ դրեցին իրենց սուրբ զսպվածությունը եւ ճակատագրական սխալ գործեցին։ Նախքան խոստմունքի երկիր մտնելը հիմարաբար անսուրբ դաշինքներ կնքեցին, եւ նրանց այդ սխալը մեզ համար զգուշացում է։ Վտանգավոր է, երբ արթնանում ես, մոռանալով, թե ով ես դու։ Պարզ ասած, անապատում նրանք պաշտամունք մատուցեցին կուռքերին, եւ Իսրայելի տղամարդիկ սեռական հարաբերությունների մեջ մտան Մովաբացի կանանց հետ, ովքեր նրանց ճամբար էին ուղարկվել Բաղաամ մարգարեի խորհրդով։ Կարող ես կարդալ Թվոց 25-ի 1-ում եւ 2-ում, 31-ի 16-ում, Հայտնության գրքի 2-ի 14-ում։ Կանայք իսրայելցի տղամարդկանց հրավիրեցին մասնակցելու Մովաբի աստվածների երկրպագությանը։ Հետևանքը կործանարար էր, եւ Աստծո ժողովուրդը ժամանակավորապես մոլորվեց իր ճանապարհից։ Իսրայելի համար դա աղետ էր։ Նա այդ ժամանակ ուներ նախանձավոր մի քահանա, Մովսեսը, եւ հաստատուն թշնամի, մադիանացիները։ Եվ Աստված պատվիրեց Մովսեսին հաշվել ժողովրդին, որից հետո ժողովուրդը վերախմբավորվեց։ Ինչևէ, Իսրայելի թշնամիները չկարողացան հաղթել նրան։ Երբ իսրայելցիները հնազանդվում էին, հաղթանակն ապահովված էր լինում, բայց երբ անհնազանդ էին լինում Աստծուն, դատաստանը անխուսափելի էր դառնում։ Նրանք ապաշխարեցին եւ Աստված վերացրեց աղետը, բայց մինչև այդ 24,000 իսրայելցի մահացավ։ Իսկ ինչ դաս ենք քաղում սրանից։ Եթե մեր թշնամին չի կարողանում մեզ պահել թմրած, հանգիստ եւ պասիվ վիճակում, ապա այդ ժամանակ նա մեզ գայթակղում է, պղծելով մեր հանգստի վայրը եւ տանելով մեզ երկրպագության անբարեպաշտ ու այլասերված ճանապարհներով։ Ինչպիսին են այն թմրած քրիստոնյաները, ովքեր ասում եւ հավատում են հետեւյալ բաներին. Աշխարհն անդունդն է գնում, հուսով եմ, որ հափշտակությունը շուտով կլինի եւ բոլորս կկարողանանք փախչել վերահասաղետից։ Ինչու ես եւ ամուսինս չպետք է նայենք ուսուցողական ֆիլմեր, որտեղ պատկերվում է, թե ինչպես են ուրիշ ամուսնական զույգեր սեռական հարաբերություն ունենում։ Այդ ամենն այնքան սարսափեցնող է։ Ավելի լավ է փակեմ աչքերս եւ մի փոքր ննջեմ։ Աստված գիտի, որ ես մարդկային արարած եմ եւ ունեմ սեռական կարիքներ, որոնք չեն բավարարվում կողակցիս կողմից։ Ես գիտեմ, որ չպետք է դա անեի, բայց չէ որ ես արդեն ներված եմ։ Սա այն նախագահը չէ, որին ես ձայն եմ տվել, այդ իսկ պատճառով չեմ աղոթի նրա համար։ Սեռական եւ մարդկային թրաֆիքինգը ողբերգական բան է, սակայն այն դրսի խնդիրն է, այնպես չէ։ Ինչ ցավալի է, որ այդքան մարդ մահացավ Հայիթիի եւ Չիլիի երկրաշարժից, եւ հրաշալի է, որ հայտնի մարդիկ դրամական միջոցներ են հավաքում նրանց օգնելու համար։ Երբեմն ցանկանում եմ լաց լինել,
որովհետև վախենում եմ, որ մենք մոռացել ենք, թե ով ենք։ Մենք մեզ չենք պատկանում, մենք պատկանում ենք Աստծուն։ Մենք սուրբ ժողովուրդ ենք և առանձնացված ենք նրա և նրա նպատակների համար։ Մենք անկարգ, մաքարող և անհայր փախստականների խումբ չենք, որը պարտվել է մեղքից և կասկածում է Աստծո գոյությանը, այլ մենք Քրիստոսի ամբողջական մարմինն ենք և որպես այդպիսին կանչված ենք ցնծության, հաղթանակի, նշանների ու հրաշքների համար։ Բայց ցավոք, մեր քույրերից ոմանք դեռ չգիտեն այդ մասին։ Պատասխաններ և ոչ թե խնդիրներ։ Մենք արդեն հակիրճ լուսաբանել ենք այն, որ դու ոչ թե խնդիր ես, այլ պատասխան։ Այս մասին ես գրել եմ 2005 թվականին իմ «Կռվիր աղջկապես» գրքում։ Մեկ այլ ուշագրավ և հետաքրքիր գիրք, որը կոչվում է «Երկնքի կեսը», հետևյալ հաստատումն է անում. կանայք ոչ թե խնդիր են, այլ լուծում։ Այս գիրքը գրվել է Պուլիցերի լրագրողական մրցանակ ստացած ամուսիններ Նիկոլաս Քրիստոֆի և Շերիլ Վուդանի կողմից։ Գրքի նպատակն է արթնացնել աշխարհին և ցույց տալ, որ կանայք էլ ունեն հավասար արժեքներ, կրթական և տնտեսական հնարավորություններ։ Սա հրատապ կարիք է։ Նրանց աշխատանքը բարեբախտաբար հզոր ալիք բարձրացրեց աշխարհի դերասանների, ակտիվ գործիչների և լրատվամիջոցների շրջանակներում։ Ես կրկին բարձրացնում եմ այդ հարցը, որովհետև ինձ տխրեցնում է այն փաստը, որ եկեղեցին առաջինը չէր, որ դեմ կանգնեց սեռերի միջև անհավասարությանը։ Մենք կարծես նման ենք Հովնանին, հին օրերի քնկոտ մարգարեին, ով ննջում էր տախտակամածի մութ թաքստոցում, մինչև անձնակազմը խելակորույս փորձեր էր անում շրջանցելու ճակատագրական փոթորիկը։ Առաջինը մենք պետք է լինեինք տախտակամածի վրա և Աստծո լուծումը փնտրեինք մեր աշխարհի հավասարակշռությունը խախտող անարդարության դեմ։ Սակայն ի տարբերություն Հովնանի, մեր առջև առանձին փոթորիկ չի բարձրացել, որը սպառնում է հարվածել օվկիանոսի միակ նավին։ Այսօր ամբողջ աշխարհն է փոթորկվում, ենթարկվելով բնապահպանական աղետալի հարձակումների և ֆինանսական ցնցումների։ Այսօր անարդարությունը ցնցում և ճոճում է մեր երկրագունդը, և այս տագնապալի իրավիճակում մարդիկ շրջվում են դեպի քրիստոնյաները և հարցնում. ինչպես դա պատահեց։ Վիրավոր, գերի ընկած և շփոթված մարդիկ մեր կողմն են շրջվում և հարցնում, թե ինչպես ենք կարողանում քնել, երբ պետք է աղաղակենք Աստծուն, որպեսզի նա միջամտի տվյալ իրավիճակի համար, քանի դեռ չափազանց ուշ չէ։ Սակայն եկեղեցում շատերը թույլ են տվել, որ համատարած շարժը օրորի և անհանգիստ քնի մեջ մտցնի իրենց, կամ էլ դրդի ոչ կարևոր բաների շուրջ վիճաբանելու համար։ Հովնանի օրերում Աստված փոթորիկ ուղարկեց, որպեսզի մարգարեին արթնացնի իր անհնազանդ վիճակից և հիշեցնի, որ Նինվեի ժողովուրդը վատ ճանապարհի վրա է։ Աստված երբեք չի ցանկանում մարդկանց թողնել վնասակար ճանապարհի վրա, մինչդեռ Հովնանն այնքան դժկամ էր կանխելու համար այն կործանումը, որ պատել էր հնագույն քաղաքին։ Եվ նա վազեց ու թաքնվեց նավի խորքում։ Հովնանը ճանապարհ ընկավ հակառակ այն ուղղության, որ Աստված ասել էր նրան։ Քանի դեռ նա նավի մեջ քնած էր, Աստված այնպիսի ուժեղ փոթորիկ ուղարկեց, որ քիչ էր մնում նավը խորտակվեր, իսկ ինչու Հովնանը փախավ։ Քանի որ նա չէր ցանկանում փրկել նրանց, ում ինքն անարժան էր համարում։ Նայեք Աստծո հետ նրա ունեցած զրույցին այն բանից հետո, երբ Աստված խնայեց թե նրան, թե քաղաքը։ Եվ Հովնանը տրտմեց մեծ տրտմությունով և զայրացավ, և աղոթք արեց Աստծուն ու ասաց. «Ո՛հ Աստված, սա չէր իմ խոսքը, քանի դեռ իմ երկրում էի, դրա համար էլ աճապարեցի, որ փախչեմ Թարսիս, որովհետև գիտեի, որ դու ողորմած, գթած, երկայնամիտ և բազումողորմ Աստված ես և կզղջաս չարիքի համար»։ Հովնանի մարգարեություն 4:1 և 2 խոսքեր։ Հովնանն ուզում էր, որ Աստված դատեր ու պատժեր քաղաքը, բայց Աստված ցանկանում էր շնորհք և ողորմություն ցույց տալ։ Հովնանն ուզում էր, որ Աստված բնաջնջեր մարդկանցով լի այդ քաղաքը։ Նա այնքան վրդովված էր, որ պատրաստ էր մահանալ չորացած ծառի ստվերում։ Այն ժամանակ Աստված Հովնանին ասաց. «Միթե լավ է, որ բարկացել ես դդմենու վրա»։ Հովնանն ասաց. «Լավ է, որ բարկացել եմ մինչև մահ»։ Աստված ասաց. «Դու ափսոսում ես դդմենու համար, որի վրա աշխատություն չքաշեցիր և որին չմեծացրիր, որը մեկ գիշերվա մեջ եղավ և մեկ գիշերվա մեջ փչացավ։ Իսկ ես չափսոսա՞մ Նինվե մեծ քաղաքի համար, որի մեջ կան 120,000 մարդուց ավելի,
որոնք չեն հասկանում իրենց աջ ու ձախ ձեռքը եւ շատ անասուն։ Հովնանի մարգարեություն 4:9-11 խոսքեր։ Միթե մենք էլ ենք կորցրել այն հեռանկարը, թե որն է Աստծո համար կարևոր։ Միթե մենք առավել մտահոգված ենք մեր կացարանով ու հարմարավետությամբ, քան նրանով, ինչ Աստված արժեքավոր է համարում։ Բարձրյալը երկնքում չի ցնծում կործանման հեռանկարով, նա փափագում է ազատել նրանց, ովքեր վատ ճանապարհի վրա են։ Եկեք հույսներս չկորցնենք նրանցից, ում Աստված ցանկանում է փրկել։ Ես աղոթում եմ, որ թույլ տաս, որ Աստված արթնացնի քո ներսի կին առյուծին եւ քեզ այնպիսի դիրքում դնի, որ ոչ թե դատես, այլ փրկես ուրիշներին այն աղետից, որը սպառնում է հաղթել ու կործանել նրանց։ Ժամանակն է հնազանդվել Աստծո կոչին։ Նա մեզ է վստահել աշխարհին ուղված բարի լուրի ուղերձը եւ պատվիրել է, որ սիրենք միմյանց։ Նա հանձնարարել է մեզ հոգ տանել որբևայրիների, որբերի, օտարականների եւ աղքատների մասին։ Նույնիսկ հիմա նա խրախուսում է երիտասարդ ու տարեց դուստրերին, որպեսզի նրանք աշխարհի խնդիրների շուրջ իրենց լուծումները տան։ Աստված առաջարկում է մեզ, որ մի կողմ դնենք միմյանց միջև մեր տարբերությունները եւ միասին աշխատենք Աստծո գործի համար։ Ոմանք դեռևս շարունակում են միմյանց նկատմամբ սիրալիր լինել, ոմանք չափազանց զբաղված են կորցրած բաների համար լաց լինելով, իսկ ոմանք էլ պայքարում են անմիտ վարդապետական հարցերի շուրջ, հակառակվելով Քրիստոսի մարմնի մյուս անդամներին։ Սիրելիներս, ես չեմ ցանկանում, որ Հովնանի պես մեզ նավից դուրս նետեն, կամ իսրայելցիների նման ստիպված լինենք ժամանակավոր բնակություն հաստատել անապատում, որ արթնանանք։ Ուրեմն նայենք աշխարհում տեղի ունեցող չար բաներին ու խնդիրներին եւ թույլ տանք, որ դրանք արթնացնեն մեզ։ Հոգումս տեսնում եմ արթնացած եւ կրակոտ մարդկանց, ովքեր պատրաստ են փոխել իրենց շրջապատող աշխարհը։ Դու յուրահատուկ ես քո արտահայտմամբ։ Այս գիրքը գրելիս իմ խմբագիրներն ինձ խրախուսում էին այնպիսի կանանց օրինակներ բերել, ովքեր լիովին արթուն են, որպեսզի ընթերցողը կարողանա տեսնել, թե ինչ կարող է իրականացնել լիովին արթուն կինը։ Սակայն չեմ ցանկանում սահմանափակվել միայն նրանով, ինչ մենք տեսել ենք։ Լիովին արթուն եւ վտանգավոր լինելու մասին պատմությունը դեռ գրվում է։ Եվ ես հավատում եմ, որ աշխարհը դեռ պետք է տեսնի, թե ինչ է տեղի ունենում, երբ քրիստոնյա կանայք լիովին արթուն ու վտանգավոր են դառնում, երբ գործում են թե անհատապես, թե միասնաբար։ Աստված 2 անգամ հանձնարարել է ինձ սկսել քրիստոնյա կանանց արթնացնելու գործընթացը։ Ես նույնիսկ գաղափար չունեմ, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մենք լիովին արթուն լինենք, սակայն միանգամայն համոզված եմ, որ մենք վտանգավոր կլինենք խավարի համար։ Այս մասին խորհելով այն կարծիքին եմ, որ մենք դեռևս չենք կարող տալ քրիստոնյա վայրագ կին առյուծի լիարժեք սահմանումը։ Կարծում եմ նաև, որ մարդիկ սիրում են, երբ իրենց ասում են, թե ինչ պետք է անեն, բայց այն քրիստոնեությունը, որ քայլ առ քայլ սովորեցնում է, թե ինչպես պետք է անել, դա շատ բաներում մեզ կզրկի Աստծո խորհրդից, այնպես որ սա ինչպես անելու ուղերձ չէ։ Ես ցանկանում եմ, որ դու արթնանաս, վեր բարձրացնես քո ներսի կին առյուծին եւ քայլես քո յուրահատուկ արտահայտմամբ։ Միայն դու եւ Աստված կարող եք որոշել, թե ինչպիսին կլինի այն կին առյուծը, որը լիովին կարթնանա քո ներսում։ Վերջերս իմ աշխատակազմին խնդրեցի բառերով կամ պատկերներով արտահայտել, թե ինչ է իրենց մեջ արթնացնում կամ բարձրացնում կին առյուծը։ Ես չզարմացա, երբ լսեցի նրանց պատասխանները, որոնք տատանվում էին շնորհքի ու քնքշության, վայրագի ու անվախի միջև։ Ահա թե ինչպիսի լայնարձակ ներուժ ունի արթնացնելու արձագանքը։ Սուրբ Գիրքը քննելով հայտնաբերել եմ, որ Աստված հաճախ իր ժողովրդին կամ մարգարեներին ասում է. «Գնա այնտեղ, այսինչ բանն արա, այնինչ բանն ասա», առանց հստակ նշելու, թե ինչ է լինելու հետո։ Դրա վառ օրինակը Եղիսեն է, որը որբևայրի կնոջն ասաց. «Գնա դրսից, քո բոլոր դրացիներից դատարկ ամաններ ուզիր, քիչ չհավաքես, եւ տունդ մտիր ու դուռը քո ետևից եւ քո որդիների ետևից կողպիր, եւ յուղը լցրու այն բոլոր ամանների մեջ եւ լցվածները վեր առ»։ Թագավորաց 4-րդ գիրք 4-րդ եւ 4-րդ խոսքեր։ Սա փոքր-ինչ անսովոր է թվում, քանի որ նա դեռ պետք է լուծեր մաքսավորների հետ կապված խնդիրը, ովքեր սպառնում էին ծառա դարձնել այդ կնոջ որդիներին։
Եվ երբ կինն արեց այն, ինչ իրեն ասվել էր, նա վերադարձավ Աստծո մարդու մոտ։ Այն ժամանակ մարգարեն նրան ասաց. «Յուղը ծախիր եւ պարտքդ վճարիր, եւ մնացածով ապրիր դու եւ տղաներդ»։ Թագավորաց 4-րդ գիրք 4:7։ Ինձ հետաքրքիր է, թե որքան գերբնական բաներ ենք Աստծուց բաց թողնում այն պատճառով, քանի որ առաջին քայլը դեռ չավարտած ցանկանում ենք իմանալ երկրորդ, երրորդ եւ չորրորդ քայլերի մասին։ Ուստի պատկերացրու, որ քո ձեռքին մի այսպիսի գիրք է, որտեղ գրված է. «Կարդա այս խոսքերը, աղոթիր եւ թույլ տուր Աստծուն, որ լցնի այն բոլոր անոթները, որ դրել ես նրա առջև»։ Խնդրիր, որ Աստված լցնի քո միտքը կին առյուծի գաղափարով, օգտագործելով այն ձևը, տեսքը կամ միջոցը, որով նա ցանկանում է քեզ ոգևորել։ Մի վախեցիր այն պատկերից, որ մենք կին առյուծներ ենք, կամ Հիսուսն առյուծ է։ Սա նույն բանն է, երբ ասում ենք, որ Հիսուսը մեր հովիվն է, իսկ մենք նրա ոչխարները։ Միթե բառացիորեն նկատի ունենք, որ մենք ոչխարներ ենք, կամ էլ Աստված խնդրում է մեզ հետևել ու վստահել իրեն բառացիորեն համարելով մեզ ոչխարներ։ Հիսուսը նույնպես մեր փեսան է, իսկ մենք նրա հարսնացուն։ Սրանք այլաբանական պատկերներ են։ Հիսուսը միաժամանակ եւ հովիվ է, եւ թագավոր, եւ Աստված, եւ մարդ, եւ փեսա, եւ եղբայր, եւ առյուծ, եւ գառ, ինչպես նաեւ սկիզբն ու վերջը։ Միթե զարմանալի է, որ նա ցանկանում է ընդարձակել մեզ։ Իմ նպատակն է, որ արձագանքես այս ամենին քո յուրահատուկ ընկալումներով եւ ուժի ու ազդեցության մակարդակով։ Արթնացնելու պարտականություն։ Երբ սովորում էի քոլեջում, մեր կանանց ակումբը առանձին ննջապատշգամբ ուներ։ Ես համոզված չեմ, թե ինչու էր այն այդպես կոչվում, որովհետև ոչ շենքից դուրս էր գտնվում, ոչ էլ դեպի դուրս որևէ մուտք ուներ։ Այն երկրորդ հարկում տեղակայված երկար մութ սենյակ էր, լի երկհարկանի մահճակալներով, որոնցից մի քանիսը դասավորված էին պատի երկայնքով, իսկ մյուսներն ուղղահայաց շարքով դրված էին մութ պատոհանների մոտ։ Քանի որ այդ ընդհանուր սենյակից շատերն էին օգտվում, այդ պատճառով մեզ թույլ չէին տալիս զարթուցիչներ օգտագործել։ Փոխարենը մենք հերթով կատարում էինք իմ ամենից քիչ սիրված աշխատանքը՝ արթնացնելու պարտականությունը։ Նախքան գիշերն անկողին մտնելը, քույրերն իրենց անվանակարտերը դնում էին ժամատախտակի սանդղակի այն գծի վրա, երբ ցանկանում էին արթնանալ։ Սա նշանակում էր, որ այն մարդը, ում վրա դրված էր արթնացնելու պարտականությունը, պիտի իմանար, թե որտեղ էր քնած նրա քույրերից յուրաքանչյուրը, եւ այդ գիշեր նա քնում էր խմբից հեռու, մեկ այլ սենյակում, որտեղ կարող էր զարթուցիչ օգտագործել։ Երբ իմ հերթն էր լինում, ես զարթուցիչի զանգը դնում էի ամենավաղ նշանակված ժամից կես ժամ առաջ, որպեսզի կարողանայի լոգանք ընդունել։ Առանց հերթի լոգանք ընդունելը առաջինն արթնանալու միակ արտոնությունն էր։ Երբ արթնացնելու պահը գալիս էր, 2-ից 3 ժամվա ընթացքում ես շրջում էի սենյակով եւ 15 րոպեից մինչեւ կես ժամը մեկ արթնացնում էի աղջիկներին։ Ես սողոսկելով անցնում էի մութ ննջասենյակով եւ փորձում էի միաժամանակ եւ ուտել եւ ինքս ինձ կարգի բերել։ Կրկին ու կրկին կամաց ներս էի մտնում, փակում էի դուռը, այնուհետև շարունակում էի քայլել մութ սենյակով, ուշադիր հաշվելով մահճակալները եւ աշխատելով չարթնացնել քնած քույրերին։ Եվ երբ գտնում էի այդ քրոջը կամ քույրերին, զգուշությամբ, սակայն հաստատուն կերպով արթնացնում էի նրանց։ Ես մեծ պատասխանատվություն էի զգում, որովհետև գիտեի, որ քույրերից յուրաքանչյուրի ժամանակին արթնանալը ինձնից էր կախված, քանի որ նրանք պետք է դասերի հաճախեին, ստուգարքներ հանձնեին, դիտումների մասնակցեին եւ իհարկե հանդիպեին իրենց ընկերներին։ Մի օր այնպես ստացվեց, որ ես այդքան էլ լավ չկատարեցի իմ պարտականությունը։ Սովորաբար ես չափազանց հանգիստ եւ մեղմ էի լինում, բայց այդ անգամ, երբ փորձեցի արթնացնել ավագ քույրերից մեկին, նա փնթփնթալով պատասխան տվեց։ Եվ ես ենթադրեցի, որ նա արթնացել է, բայց սխալվեցի։ Նա պարզապես քնի մեջ խոսում էր։ Այդ օրը ճաշի ժամին նա ինձ խիստ նախազգուշացում արեց եւ հայտնեց, թե նրա համար ինչ արժեք ունեցավ իմ ոչ արդյունավետ հերթապահությունը։ Երբեմն լինում են սխալներ, որ չես կամենում երկրորդ անգամ կրկնել։ Եվ ես շուտով հասկացա, որ կան քույրեր, որոնց անհրաժեշտ է լավ թափ տալ։ Հասկացա նաև, որ կան այնպիսի քույրեր էլ, որոնց բավական է միայն մեղմ հպումը, եւ նրանք արթնանում են։ Իսկ ոմանք էլ անմիջապես արթնանում ու նստում են, երբ նրանց ականջին շշնջում ես իրենց անունը։
Որոշ քույրեր շնորհակալություն էին հայտնում ինձ, որոշներն էլ կշտամբում ու հրամայում էին իրենց հանգիստ թողնել։ Ամենաճարպիկները նրանք էին, ովքեր արթուն էին երևում եւ նույնիսկ ասում էին. «Եղավ, ես արդեն արթնացել եմ», իսկ հետո կրկին քնում էին։ Ես սովորել էի, որ այդպիսի քնկոտ քույրերի մոտ պետք է մնալ այնքան ժամանակ, մինչև նրանք դուրս գան իրենց անկողնուց եւ երկու ոտքով կանգնեն հատակին։ Մեկ այլ դժվար իրավիճակ էր լինում այն ժամանակ, երբ արթնացնում էի սխալ մարդու։ Չնայած նրան, որ փորձում էի լուռ եւ ուշադիր լինել, բայց երբեմն արթնացնում էի վերևի կամ կողքի մահճակալին քնած քրոջը։ Եվ նա արթնանում էր, թևիցս քաշում ու շշնջում էր. «Հեյ, ես արթնացել եմ, իմ անունը հանիր ցուցակից»։ Ամաչում եմ ասել, բայց ես պատկանում էի կշտամբող, չարախոսող, դժվար արթնացող աղջիկների տեսակին։ Ինձ գրեթե միշտ հարկավոր էր լինում երկրորդ անգամ արթնացնել։ Պարտականությունը կատարելով ես գիտեի կանոնները։ Եթե աղջկան երկու անգամ արթնացնում էին, բայց նա դեռ մնում էր մահճակալի մեջ, երրորդ անգամ այլևս չէին արթնացնում։ Այդ պատճառով շատ կարևոր էր արթնացնել երկրորդ անգամից, քանի որ այն վերջինն էր։ Երբ աղջիկներն արդեն արթուն էին եւ պատրաստվում էին վեր կենալ անկողնուց, ես այլևս պատասխանատու չէի նրանց վերահսկելու համար։ Մնում էր միայն, որ ավարտեի ինձ կարգի բերելու ընթացքը։ Մեր գթառատ Աստված չի գործում աղջիկների հանրակացարանի կանոններով։ Նա ավելի քան ուրախ է, որ մինչև վերջին րոպեն շարունակում է արթնացնել մեզ, քանի դեռ չկա հրատապ կոչի մերժում։ Ես զգում եմ, որ նույնիսկ հիմա որոշ քույրեր արձագանքում են արթնանալու այն կոչերին, որոնք ուղղված են իրենց շրջապատող քնկոտ կանանց։ Արթնացնել ինչ-որ մոլեգին բան։ Ինձ համար տարօրինակ է, որ կյանքի այս ժամանակաշրջանում ես կրկին արթնացնելու պարտականություն եմ կատարում, միայն թե այս անգամ պատասխանատվությունը անհամեմատ մեծ է։ Երբեմն ինձ թվում է, թե ես շրջում եմ մութ սենյակների մահճակալների կողքով եւ զգուշորեն թափ եմ տալիս, համառորեն կանգնում եւ երբեմն էլ ընդհանրապես շշնջում եմ իմ քույրերի անունները, եւ նրանք արթնանում ու վեր են կենում։ Գիտեմ, որ ես մենակ չեմ արթնացնելու այս առաջադրանքի հարցում, եւ Աստծո դուստրերից յուրաքանչյուրը կարձագանքի նիրհից արթնանալու տարբեր միջոցներին ու մեթոդներին։ Ես պարտավորվում եմ մի քանի վայրի սկզբունքներ ու գեղեցիկ պատկերներ դնել ձեր առջև, եւ իմ աղոթքն է, որ այս փառահեղության եւ ուժի հայտնությունը ձեր մեջ ինչ-որ մոլեգին բան արթնացնի, որպեսզի երբ լիովին արթուն լինեք, իմանաք, թե ինչ պետք է անեք։ Սիրելի առյուծ քույր, աշխարհը կարիք ունի, որ ոչ միայն արթնանաս, այլև արտահայտես քո աստվածատուր վայրագ կողմը։ Ինչպես կարելի է նկարագրել վայրագ քրիստոնյա կնոջը։ Միթե նա գոռում եւ ճչում է, կամ էլ ճանկռում եւ ոտքով է հարվածում։ Միգուցե դրա ժամանակն էլ գա, բայց ես գիտեմ, որ եթե իմ զավակներից կամ թոռներից որևէ մեկի վրա հարձակվեն, իմ արձագանքն այդպիսին եւ դրանից ավելի կատաղի կլինի։ Աստված Ովսեի գրքում անդրադառնում է մայր արջի եւ էգ առյուծի հակազդմանը եւ հաստատում է, որ ինքն էլ է այդպիսին։ Ձագերը կորցրած արջի պես պիտի պատռեմ քո սիրտը, պիտի կուլ տամ քեզ քաղցած էգարյուծի պես եւ պատառեմ քեզ վայրի գազանի պես։ Ովսեի մարգարեություն 13:8 Նոր կենդանի թարգմանությունից։ Աստվածաշնչյան այս խոսքը անկասկած ներառում է մոլեգինի կատաղի հուժկու կողմը, սակայն այն ավելի խորը իմաստ ունի։ Այլ կերպ ասած, մոլեգին նշանակում է ուժգին, վայրագ, հզոր, փոթորկալից, հուժկու, բոցավառ եւ հարձակողական։ Ես չեմ կարող պատկերացնել բառերի այնպիսի հավաքածու, որն ավելի ճշգրիտ ներկայացնի այն, ինչ բորբոքվում է իմ ներսում։ Անկասկած, ինչ որ փոթորկալից բան է արթնացել, որն իր հետ ավելի մեծ պարզություն եւ ուժ է բերել։ Եվ այս ուժը անձնական ալեկոծություն չի պատճառել, այլ այն նպատակ եւ կենտրոնացում է բերել։ Դրա շնորհիվ ես ջերմեռանդ եմ դարձել այնպիսի բաների նկատմամբ, որոնցից նախկինում անտեղյակ եմ եղել։ Շատ անգամներ այս արթնանալու պահերը ինձ մի փոքր հանկարծակիի էին բերել։ Դրանցից մեկը տեղի ունեցավ 2007 թվականի հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։ Ես լոգարանում ամսագիր էի կարդում։ Երբ թերթում էի էջերը, առաջին անգամ հանդիպեցի Թայլանդում տեղի ունեցող սեռական թրաֆիքինգի դաժանություններին։ Ավարտելով հոդվածը մի քանի պարբերություն կրկին կարդացի, գրեթե չհավատալով նրան, ինչ այնտեղ գրված էր։ Միթե մարդիկ կարող էին այդքան դաժան լինել,
Միթե այդպիսի բան կարող էր պատահել, եւ ես դրան անտեղյակ լինելով սկսեցի լաց լինել, բոլոր վայրերից ամենահարմար սենյակում, լոգարանում, իսկ հետո աղոթեցի, Աստված, եթե ես այս հարցում խոսքով կամ ուժով կարող եմ որևէ օգնություն ցուցաբերել, ուրեմն ես քո դուստրն եմ։ Եվ այս զարթոնքի աղոթքով ինչ-որ բան փոխվեց։ Մի քանի շաբաթ անց Life սոցիալական ծրագրից հեռախոսազանգ ստացա։ Լիզա, մենք խումբ ենք հավաքում Թայլանդ ուղարկելու համար եւ ուզում ենք սեռական թրաֆիքինգի կանխարգելման համար դրամական միջոցներ հավաքել եւ իրազեկություն տարածել։ Մեր կարծիքով դու այն մարդն ես, ում պետք է ուղարկել։ Ընդամենը 3 ամիս անց ես մեկնեցի Թայլանդ, մասնակցելով Life սոցիալական ծրագրի կողմից մարդկային թրաֆիքինգի դեմ կազմակերպած առաջին նախաձեռնությանը։ Իսկ ինչ կլիներ, եթե ես այդ օրը չաղոթեի, այլ պարզապես լաց լինեի, գլուխս տարուբերեի ու շարունակեի թերթել էջերը։ Իհարկե, շուտով կհասնեի մաշկի խնամքի նորագույն միջոցներին, նորաձևությանը կամ էլ դիետայի գաղտնիքների մասին պատմող հոդվածներին։ Եթե աղոթելու փոխարեն ես շարունակեի կարդալ, ապա ամենայն հավանականությամբ այդ գիշեր կգնայի քնելու առանց ձայնս երկինք բարձրացնելու։ Իսկ երբ այդ հարցը կրկին գրավեր իմ ուշադրությունը, միգուցե ես նման մի բան ասեի. այո, ես այդ մասին լսել եմ, ամսագրի մեջ եմ կարդացել, դա չափազանց տխուր է։ Երբ դու արթուն ես, չես կարող չարձագանքել։ Մի շփոթիր արթուն լինելը վրդովված լինելու հետ։ Եթե որևէ բան վրդովեցնում է քեզ, դու կարող ես այդ պահին հակազդել, սակայն ինչ-որ բանի համար վրդովվելը չպետք է քեզ ետ պահի էջերը թերթելուց։ Դու կարող ես վրդովվել, սակայն չարթնանալ, բայց դու չես կարող լիովին արթուն լինել եւ չարձագանքել աշխարհի խնդիրներին։ Ահա այդ է պատճառը, որ երբ կարդացի երիտասարդ աղջիկներին առևանգելու եւ հասարակած տներ տանելու մասին հոդվածը, ես աղոթեցի Աստծուն, ասելով, որ պատրաստ եմ անել այն, ինչ նա կցանկանա, որպեսզի դեմ կանգնենք այդ դաժանությանը։ Իմ աղոթքը հնարավորություն ստեղծեց։ Միթե ուրիշ հնարավորություններ չէին եղել, սակայն ես կարող էի բաց թողնել նաև այդ մեկը։ Աստված չփրկեց քեզ սանձելու համար։ Աստված չի հայտնում իր անսահմանությունը մեզ սահմանափակելու համար, այլ ճիշտ հակառակը։ Նա ցանկանում է իր սիրտը դնել մեր ներսում։ Իմ ընկերուհի Քրիստինը տալիս է դրա լավագույն ձևակերպումը։ Աստված չփրկեց քեզ սանձելու համար։ Աստված չի փնտրում այնպիսի մարդկանց, ովքեր վարվում են քրիստոնյաների պես, այլ նա ցանկանում է, որ մենք լինենք քրիստոնյաներ։ Քրիստոնյա նշանակում է օծված կամ Քրիստոսի նման։ Հիսուսը չէր շրջում բարի լինելով։ Նա շրջում էր բարի անելով եւ ազատելով նրանց, ովքեր ճնշված էին։ Ինչու է նա քեզ օծել։ Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ։ Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու եւ կույրերին տեսողություն տալու, խոցվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Ղուկասի ավետարան 4:18 եւ 19 խոսքեր։ Եթե Աստծո հոգին Հիսուսի վրա էր այդ ամենը անելու համար, եւ եթե մենք ծնված ենք այդ նույն հոգուց, ուրեմն մենք էլ պետք է անենք այն, ինչ նա արեց։ Աղքատներին բարի լուր քարոզենք, խոցվածներին ազատ արձակենք եւ հռչակենք, որ սա Աստծո գործելու տարին է։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր տարի Աստծո գործելու տարին է, եւ նա սպասում է, որ մենք նրա անունից գործի անցնենք։ Այս հանձնարարության համար Աստված կարիք չունի տնային պայմաններին ընտելացած դուստրերի, որոնք իրենց օրն անցկացնում են համեղ թխվածքներ պատրաստելով եւ իրենց բարեկիրթ պահելով։ Թխելու մեջ վատ բան չկա, սակայն եթե դա այն ամենն է, ինչ մենք անում ենք, Աստված չի գործածի մեզ պատմություն փոխելու համար։ Ես գիտեմ, որ այս խոսքերը ձեզնից ոմանց մարտահրավեր կնետեն։ Այդպես պատահեց եւ ինձ հետ, երբ առաջին անգամ կարդացի այն։ Սա ոչ թե անպարկեշտ լինելու հորդոր է, այլ գիտակցելու, որ փոփոխությունը միշտ էլ գալիս է այն ժամանակ, երբ մարտահրավեր է նետվում ներկա իրավիճակին։ Հարավային մշակույթի եւ ավտոբուսային ընկերության կարծիքով սևամորթ Ռոզա Փարքսը ճիշտ չվարվեց, երբ հրաժարվեց զիջել իր տեղը եւ տեղափոխվել ավտոբուսի ետևի մասը, որը նախատեսված էր սևամորթների համար։ Ահա այդ մեկ կնոջ ընտրությունը, որն իրենը պնդելով տեղը չզիջեց, փոխեց ռասայական խտրականության հանդեպ մեր երկրի վերաբերմունքը։
Ես կասկածում եմ, արդյոք նա գիտակցեց, որ այդ պահին պատմություն էր կերտում։ Միայն ժամանակն է իզորու հայտնելու մեր ընտրության շարժառիթները և հետևանքները։ Միգուցե Ռոզան պարզապես հոգներ էր առանձնանալուց և ընդհանրապես պահանջեց մարդկային արժանապատվության իր աստվածատուր իրավունքը։ Իսկ ինչ կասեք Դեբորայի, Հայելի, Թամարի, Եսթերի, Բերսաբեի, Աբիգեյայի, Ռախաբի և նույնիսկ Մարիամի մասին։ Սրանք պարզապես աստվածաշնչյան հերոսների օրինակներ են, որովհետև իրականում ավելի շատ օրինակներ կան։ Արդյոք Դեբորան իրեն պարկեշտ պահեց, երբ ժողովրդին հրահրեց գերիշխող կեղեքչին դեմ դուրս գալ և տղամարդկանց հետ պատերազմի մեջ մտավ։ Նրա ժամանակի առաջնորդները կարծում էին, որ նա իրեն ճիշտ չէր պահում։ Եվ քանի որ Դեբորան ապստամբեց, նրա դեմ զորք դուրս եկավ, սակայն չկարողացավ հաղթել։ Բայց երբ Աստծուց ընտրված տղամարդ առաջնորդ Բարակը երկմտեց, Դեբորան լավագույն ձևով կատարեց Աստծո հրահանգը։ Իսկ ինչ կասեք Հայելի մասին։ Միթե նա պետք է օգտագործեր վրանի ցիցը թշնամուն սպանելու համար։ Եվ միթե նա չէր կարող հանձնել նրան իշխանությունների ձեռքը, քանի դեռ թշնամին քնած էր։ Հավանաբար կարող էր, բայց նա այդպես չվարվեց։ Աստված հանգիստ նայեց նրա արած ընտրությանը և նույնիսկ երգ հորինվեց նրա սխրանքը գովերգելու համար։ Իսկ հիմա անդրադառնանք Թամարին։ Այս կրկնակի այրիացած կինը ձևացրեց, թե մարմնավաճառ է և կենակցեց իր այրիացած կեսրոջ՝ Հուդայի հետ։ Նրա վարքագիծը բազմաթիվ առումներով ցնցող է։ Ոչ միտեղ չկա ապացույց այն մասին, որ Աստված կարգադրեց նրան անել դա, և նա ընտրեց գործողությունների այս ընթացքը։ Սակայն այս համառ կնոջ որդին ընդգրկվեց Քրիստոսի տոհմածառի մեջ, և կինը արդար համարվեց։ Եսթերի մասին խոսելով կարող ենք ասել, որ նա չհնազանդվեց թագավորի այն հրամանին, որ կարող էր նրա մոտ մտնել միայն այն ժամանակ, երբ թագավորը կանչեր։ Եսթերը շատ լավ գիտեր, որ անհնազանդության պատճառով Վաշթին, Ասվերոս թագավորի առաջին կինը, զրկվեց թագուհի լինելուց։ Սակայն Եսթերն ընտրեց իրեն ոչ ճիշտ պահելու տարբերակը և այդ կերպ կարողացավ փրկել իր ժողովրդին։ Բերսաբեն շնացող մի կին էր, ով դարձավ Սողոմոն իմաստունի մայրը։ Ռախաբը պոռնիկ էր, ով սուտ խոսեց իր թագավորին և թաքցրեց թշնամու լրտեսներին։ Նրա հավատքի քայլերը ոչ միայն նրա ընտանիքին ազատեցին Երիքովի կործանումից, այլև նրա որդուն ընդգրկեցին Դավթի և Հիսուսի տոհմածառի մեջ։ Աբիգեյան թլփատեց իր ամուսնուն։ Նրա այդ ընտրությունով փրկվեց նրա ընտանիքը, և նա շահեց Դավիթ թագավորի սիրտը։ Պարզվեց, որ Մարիամն անօրինական երեխա էր կրում, որն Աստծո որդին էր։ Իսկ ինչ կլիներ, եթե նա ասեր, առանց ամուսնանալու հղիանալը անպարկեշտություն է, հնարավոր չէ սպասել մինչև ամուսնանամ։ Միայն պատմությունն է արդարացնում այս կանանց արած ընտրությունը։ Նրանց սրտերն արթուն էին և բորբոքված։ Ինչպես դու կարձագանքես, եթե լիովին արթուն լինես, և ինչ պատմություն կկերտես։ Արդյոք վայրակ էգ առյուծի պես թմրած վիճակից կարթնանաս և վեր կկենաս, որպեսզի պաշտպանես քո ընտանիքը, հասարակությանը, քեզ շրջապատող աշխարհը։ Դու արթո՞ւն ես։ Եթե այո, ապա ինչ է բորբոքվում քո սրտում։